Ֆորտունա մարզայինի եթերում իր աշխատանքն է շարունակում մոլորակ լրատվականը, բարև ձեզ։ Այսօր Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել Լոռի Արցախ հանձնախմբի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր կապված մարզի կողմից Արցախին տրամադրվող աջակցության հավաքագրման, կոորդինացման և հասցեական բաշխման հետ։ Մանրամասների մասին Անահիտ Կարապետյանն է պատմում։ Արցախին սատարող Լոռի Արցախ մարդասիրական հանձնաժողովի առաջին նիստը կայացավ։ Նախ Գուգարաց թեմի առաջնորդի գլխավորությամբ հնչեց տերունական աղոթք Արցախի պաշտպանությանը հերոսաբար զոհված հայորդիների հոգու հանգստության և հայոց սահմանների խաղաղության համար։ Ուղիղ արայի մեզ Տեր, և գործս ձեռած մերոց հաջողյա մեզ Տեր, ամեն։ Հրամեց։ Այնուհետ Լոռի Արցախ հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց նման հանձնախումբ ստեղծելու որոշումը թշնամու ագրեսիայի հետևանքով նյութական կորուստներ կրած Արցախի մեր հայրենակիցները ռազմական աջակցությունից բացի նաև նյութամատակարարման ֆինանսական աջակցության կարիք են զգում։ Լոռու մարզի բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ արդեն իսկ հնարավոր նյութատեխնիկական ու դրամական միջոցներ են հասցրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և դեռ շարունակում են։ Լոռի Արցախ մարդասիրական հանձնաժողովի նիստին հրավիրվել են նաև մարզի էներգամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման, հեռահաղորդակցության համակարգերի, երկրապահ կամավորական միության, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության կառույցների բուհերի ղեկավարներ։ Մարզային հանձնաժողովի համանախագահ Գուգարաց թեմի առաջնորդն իր խոսքում նշեց, որ հայրենաց համար վտանգի ժամին ներքին տարաձայնությունները մի կողմ դնելու, համախմբվելու մեր ժողովրդի բարոյական բարձր նկարագիրը ցույց տվեց, թե որքան կարող է ուժեղ լինել հայը, երբ համախմբվում է։ Որպեսզի մենք խուսափենք բոլոր տեսակի անհաջողություններից, մեր յուրաքանչյուր քայլ պետք է հստակ, կոորդինացված, կազմակերպված լինի։ Փառք Աստուծո, որ ունենք ժողովուրդ, որ ունենք հասարակություն, ինքնաբուխ, ինքնակազմակերպվելու և ինքնաբուխ նաև ինքն իր ճակատագիրը լուծելու կարող։ Առանց պարտադրանքի կամավորության նյութապես սատարել մեր հայրենակիցներին ամեն մի ներդրում անկախ չափից ու ծավալից պետք է արվի մարդկանց սրտի թելադրանքով։ Մենք թիկունքում ենք և թիկունքն էլ պետք է նույնքան ուժեղ լինի, իր խոսքում կարևորեց մարզի ղեկավարը։ Սա ավելի շատ հասարակության պահանջ է, որ մենք ստեղծեցինք հանձնախումբ, որպեսզի ավելի կոորդինացված, ավելի կանոնակարգված կարողանանք այդ ֆինանսական և սննդի տեսքով աջակցությունը ուղարկել Արցախ։ Հանձնախմբի կազմում ընդգրկված Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի քաղաքապետերին Արթուր Նալբանդյանը հորդորեց սեփական համայնքներում իրականացվող աշխատանքների զուգընթաց հնարավորինս կանոնակարգել նաև տարածաշրջանային գյուղական բնակավայրերում իրականացվող մարդասիրական ձեռնարկումները։ Ոստիկանությունը առաջին իսկ օրվանից պատրաստակամ է եղել իր երթմանը հավատարիմ, իսկ ինչ վերաբերում է հանձնախմբի աշխատանքների հետ կապված, ապա ես վստահ եմ, որ ոստիկանության յուրաքանչյուր աշխատող պատրաստ է իր գործողություններում թե ներդրումով կլինի Լոռի Արցախ հանձնախմբին օժանդակելու և նյութական միջոցներով և սնունդով։ Լոռի Արցախ մարդասիրական հանձնաժողովի առաջին նիստի ավարտին հնչեց Լոռի Արցախ մարդասիրական հանձնախմբի ուղերձը մարզի ազգաբնակչությանը։ Ապրիլի 6-ից Լոռու մարզի տարածաշրջանների բոլոր խոշոր համայնքներում կգործեն օգնություններ հավաքագրող, հաշվառող ենթահանձնաժողովներ։ Համապատասխան միջոցներ են ձեռնարկված օգնությունների հավաքագրման, առաքման ողջ գործընթացը թամփացիկ դարձնելու, յուրաքանչյուր աջակցության մասին հանրությանն իրազեկելու համար։ Լոռի Արցախ հանձնախումբը կոչ է անում գործարարներին, անհատ ձեռներեցներին, ձեռնարկատերերին, հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին, բոլորին, ձեր նվիրաբերած ամեն մի լուման, յուրաքանչյուր պարագա, ինչն անհրաժեշտ է թշնամու հարձակումներին դիմակայած ազգաբնակչությանը, ռազմի դաշտում հայրենիքի սահմանները պաշտպանող ռազմիկներին անգնահատելի օգնություն է։ Մենք լիահույս ենք, որ ոչ մի լոռեցի անմասն չի մնալու հայրենասիրական այս ձեռնարկումից։ Լոռեցու արժանապատվությամբ մասնակցենք հայրենանվեր գործին։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Լոռի Արցախ հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև մարզի գործարարների ու անհատ ձեռնարկատերերի հետ։ Խոսվել է Արցախին աջակցության տրամադրման համար վերջիններից կողմից ներդրումների հնարավորության մասին։
Առավոտյան հրավիրված Լոռի Արցախ մարդասիրական հանձնաժողովի առաջին նիստի ավարտից շատ չէր անցել, երբ մի քանի կառույցներ իրենց աջակցությունը ցուցաբերեցին եւ անհրաժեշտ նյութական օգնությունն ուղղեցին դեպի սահման։ Լոռեցում վայել թասիբով համախմբվելով վերջիններս միացան նախաձեռնությանը եւ հենց այս ոգով կանգնելով սահմանին կռիվ տվող զինվորի եւ սահմանում ապրող ու արարող արցախահայության կողքին։ Հարկ է նշել նաեւ, որ նախաձեռնությանը միանալ ցանկացողների համար Լոռու մարզպետանում գործում է թեժ գիծ 0322 20413 հեռախոսահամարով։ Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին հենց մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արթուր Նալբանդյանը Լոռի Արցախ մարդասիրական հանձնախմբի համանախագահը հանդիպեց լոռեցի տնտեսվարողներին։ Մարզի ղեկավարը կարևորելով վերջիններիս հետ խորհրդակցություն հանդիպումն իր խոսքում դարձյալ նշեց, որ յուրաքանչյուր օգնություն հասնելու է ճիշտ հասցեատիրոջը։ Այս կերպ նաև լոռեցիների միասնությամբ եւ մարդասիրական քայլով ամուր պահելով սահմանամերձ արցախահայության թիկունքը։ Մարզի ղեկավարը նշեց նաև, որ չափազանց կարևոր է յուրաքանչյուրի օգնություն, լինի մեծ կամ փոքր։ Հասարակության նաև տնտեսվարողների շերտը շատ ակտիվ է եւ իրենք էլ շատ դեպքերում չգիտեին իրենց օգնությունը ինչպես տեղ հասցնեն եւ բնականաբար տնտեսվարողների նաև պահանջ է, որ մենք հանդիպենք, խոսենք ամենափոքր նույնիսկ աշխատանքների մասին, թե ինչպես որ տնտեսվարողը ինչ աջակցություն եւ ինչպես ցուցաբերի։ Դահլիճում ներկաներից շատերն արդեն իսկ փորձել են աջակցել արցախահայությանը, սահման օգնություն են ուղարկել, ով ինչպես կարողացել է։ Պատրաստակամությունը լոռեցի ձեռներեցների միասնական էր, կշարունակեն ու կլինեն սահմանում կռիվ տվող ու Արցախում դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների կողքին։ Շատ լավ նախաձեռնություն է, բայց մենք պետք է նկատի ունենանք, որ ովքեր որ մի գնացել են սահմանը մեր պահելու, կարող է մենք էլ էինք ուզում գնանք, բայց երևի թե ճիշտ է, որ մեր ստեղի ներկայությունը ավելի կարևոր լինի, որ կարողանանք մենք էլ մեր օգնությունը տանք այն մարդկանց, ովքեր որ մեր տեղը գնացել են։ Ճիշտ է ասենք, ամենքն իր տեղն է գնան, բայց մենք էլ ցանկություն կունենայինք, որ գնանք մեր հայրենիքը պաշտպանենք, բայց դե ստեղ մեր աշխատանքով ինձ թվում է ավելի լավ կպաշտպանենք։ Եվ այսօր Կիրովականից, Վանաձորից ինչքան ազատամարտիկներ կան, որ գնացել են, դրանց յուրաքանչյուրի բնակարանները մեր մեքենայով տանենք, ասենք, կատնամթերք, պանիր կլինի, թթվասեր կլինի, պահածոների գործարանից, ասենք, պահածոներ եւ այլն, այս ձևով կարողանանք ամենքս մեր բաժին օգնությունը ցուցաբերել մեր հայրենակիցներին, ովքեր որ մասնակցում են այդ ազատամարտին, ինչով կարող ենք պետք է օգնենք։ Յուրաքանչյուր հայ պետք է կերակրի իրեն զինվորին։ Եթե մենք մեր զինվորին չկերակրենք, ստիպված պետք է լինենք կերակրելու ուրիշի զինվորին։ Այսպիսով ցուցաբերվող օգնությունները ավելի կազմակերպված ու նպատակային դարձնելուն միտված Լոռի Արցախ հանձնախումբը գործում է ակտիվ հանուն մարդասիրության։ Անահիտ Կապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Վանաձորի Արցախ պուրակում, Հայքի հրապարակում, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում այսօր ևս շարունակվել է սննդի հավաքագրումը։ Բազմաթիվ բեռնատարներով սննդի պարենամթերքի, տաք հագուստի, դեղորայքի եւ առաջնային այլ իրերի փոխադրումը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է։ Վաչե Մադինյանն է մանրամասնում։ Վաղ մարզկենտրոնում ակտիվ երիտասարդները առաջնագծում կանգնած զինվորներին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմակերպել էին առաջին անհրաժեշտության իրերի եւ սննդամթերքի հավաքագրում։ Նախ Հայքի հրապարակում, այնուհետև Արցախ պուրակում ուսանողների կազմակերպած ակցիային ակտիվորեն մասնակցեցին քաղաքի եւ հարակից բնակավայրերի բնակիչները, իրենց հնարավորությունների սահմանում հագուստ, հիգիենայի պարագաներ, երկար պահպանվող սննդամթերք, նպարեղեն եւ այլ անհրաժեշտ պարագաներ բերելով։ Կեսօրից հետո արդեն Վանաձորի Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում Լոռու մարզի տարածաշրջանի բոլոր խոշոր համայնքներից անհրաժեշտ պարագաներ եւ սննդամթերք բերվեց։ Նախաձեռնությունն իրականացվում է Լոռու մարզպետարանի եւ Գուգարաց թեմի վերահսկողությամբ։ Միջոցներ են ձեռնարկված օգնությունների հավաքագրման, առաքման ողջ գործընթացը թափանցիկ դարձնելու, յուրաքանչյուր աջակցության մասին հանրությանը իրազեկելու համար։ Սա Լոռի Արցախ հանձնախմբի նախաձեռնությունն է։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ մեր զինվորը ոչնչի կարիք, մեր եղբայրները ոչնչի կարիք չունենան եւ հավաստիացնում եմ ձեզ, որ
այստեղ կանգնած յուրաքանչյուր երիտասարդ պատրաստ է ամեն պահի բացի թիկունքում ամուր կանգնելուց լինել նաև սահմանում մեր զինվորի կողքին ու սուսի տված մարտնչել թշնամու դեմ։ Նախաձեռնության իրենց ներդրումն ունեցան նաև Վանաձորի 11-րդ, 30-րդ դպրոցի աշակերտներն ու տնօրինությունը։ Վերջինների ջանքերով սահմանին կանգնած զինվորների, կամավորների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների բնակիչների համար ուղարկվում էին հագուստ և սննդամթերք։ Ես հպարտության զգացում եմ ապրում եւ որպես մանկավարժ, եւ որպես տնօրեն, որ կարողացել ենք մեր սերնդի մեջ դաստիարակել այն հայրենասիրական, այն գեղեցիկ, այն ազգայինը, հայի այն տեսակը ձևավորեցինք, որ նրանք կարողանում են մեր պապերի, մեր նախնիների թափած արյամբ ստեղծված հայրենիքը պահպանել ու պաշտպանել։ Այս ամենը կազմակերպելով ուզում ենք ցույց տալ, որ ոչ միայն իրենք են պայքարում թշնամու դեմ, այլ նաև մենք ուզում ենք նրանց օգնել եւ նրանց կողքին լինել։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 3 օրվա հավաքած սննդամթերքն ու անհրաժեշտ պարագաները նույնպես ընդգրկվեցին Լոռի Արցախ նախաձեռնության շրջանակներում։ Փորձում ենք ինչ-որ ձևով ցույց տալ զինվորներին, որ մենք նույնպես նրանց կողքին ենք եւ քաջալերում ենք նրանց ուժ եւ փառք մեր սահմանները իրենց ուժով պահելու համար։ Առաջնագծի թեժ մարտերին մասնակցող զինվորներին ոգևորելու համար գրություններ, նկարներ ու մաղթանքներ են թողնում արկղերի վրա։ Մենք ձեր կողքին ենք, հայ զինվորներ, բարի ծառայություն, հայ զինվոր, մենք ձեզ հետ ենք, քաջ զինվորներ, փառք քեզ, հայ զինվոր։ Վաչե Մատինյան, Մեհեր Թադևոսյան, Մոլորակ։ Այժմ առաջարկում եմ դիտել նաև Մոլորակի հավելված տեսանյութերը։ Շրջապատող միջավայրի փոփոխությունները, սթրեսները, անբարենպաստ գործոնները բերում են էնդոկրին գեղձերի ֆունկցիայի խախտման, զարգանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի, ձվարանների, հիպոֆեզի տարբեր հիվանդությունները։ Էնդոկրին հիվանդությունները որպես կանոն ունենում են ծանր եւ երկարատև ընթացք, այդ պատճառով կարևոր է դրանք վաղ հայտնաբերել, ժամանակին կանխարգելել կամ կանխել հետագա զարգացումը։ Նորմեդ բժշկական կենտրոնի մասնագետները, որոնք բուժման համար օգտագործում են էնդոկրին հիվանդությունների ախտորոշման ամենաառաջատար տեխնոլոգիաները, ձեզ կօգնեն անցկացնել էնդոկրին հիվանդությունների պրոֆիլակտիկա, հորմոնալ եւ մետաբոլիկ ստատուսի կորեկցիա, բացատրել առաջացած փոփոխությունների պատճառները եւ անցկացնել համալիր բուժում։ Էնդոկրինոլոգիական կաբինետում իրականացվում են հետեւյալ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը։ Առաջին եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետ եւ ածխաջրային փոխանակության այլ խանգարումներ, ճարպակալում եւ լիպիդային փոխանակության խանգարում, օստեոպորոզ, միներալների փոխանակության խանգարումներ, մետաբոլիկ սինդրոմ, ինսուլինոռեզիստենտականություն, վահանաձև գեղձի ախտահարում, մակերիկամների ախտահարում, հիպոֆիզի եւ հիպոթալամուսի ախտահարում, սիմպտոմատիկ արտերիալ հիպերտենզիա, շաքարային դիաբետի դպրոց, ոչ շաքարային դիաբետ, սեռական հասունացման խանգարում, ամենօրյա, օվուլյատոր դիսֆունկցիա, չբերության էնդոկրին գործոններ, հերսուտիզմ, գինեկոմաստիա, հիպերպարատիրիոզ եւ հիպոպարատիրիոզ։ Հիվանդությունների ախտորոշման համար օգտագործվում են լավագույն սարքավորումներով հագեցած դիագնոստիկ հնարավորությունները։ Բժշկուհին նշում է, որ կան հետազոտության տեսակներ, որոնք կատարվում են միայն Նորմեդում։ Մենք իրականացնում ենք տարբեր տեսակի լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ, որոնք օգնում են մեզ ճիշտ ախտորոշում կայացնել եւ հետագայում իրականացնել նաև բուժման նշանակումը։ Ես ուզում եմ նշել, որ մենք շատ սերտ համագործակցում ենք մեր կենտրոնի մյուս կաբինետների բժիշկների հետ, որոնց կողմից իրականացված հետազոտությունները շատ են օգնում մենք վերջնական ճիշտ ախտորոշում կայացնել։ Օրինակ ես մասնավորապես կուզեմ որպես էնդոկրինոլոգ նշել էլաստոգրաֆիա հետազոտության մասին, որը մի մեթոդ է, ասեմ ձեզ, միակն է տարածաշրջանում, որը մեր մոտ կատարվում է, եւ այդ մեթոդը համարվում է սկրինինգային մեթոդ, այդ մեթոդի շնորհիվ մենք կարողանում ենք վաղ հատվածում տարբերակել ժամանակահատվածում տարբերակել վանաձև գեղձի եւ կրծքագեղձերի բարորակ եւ չարորակ վկայությունները, ասեմ որ այս մեթոդը հիմնված է հյուսվածքների էլաստիկության աստիճանի վրա եւ այս մեթոդի շնորհիվ մենք հետագայում կարողանում ենք ճիշտ վարել այդ հիվանդներին, այսինքն կատարել թերապևտիկ բուժում անցկացնել, թե ուղարկել Երևան օրինակ վիրատական միջամտության։
Վանաձորի Նորմեդում ներզատաբան Ռուզաննա Սիրատեղյանը վստահեցնում է, որ բժշկական կենտրոնը ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով տեղում համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Բոլոր նորաբույծ սարքավորումներին շատ ճշգրիտ լաբորատոր հետազոտությունների առումով ասեմ, որ կատարում են բոլոր գրեթե հորմոնալ հետազոտությունները, դա մեզ շատ է օգնում, որտեղ ճիշտ հետազոտության արդյունքում մենք կարողանում ենք նաև ճիշտ ախտորոշում կայացնել։ Իսկ նույնիսկ կրկնում էլաստոգրաֆիայի հետազոտությունը մեր տարածաշրջանում միակ մեր մոտ է կատարում եւ դենսիտոմետրիան նույնպես միայն մեր մոտ է կատարում։ Այս կաբինետին մոլորակ լրատվականը առաջիկայում կանրադառնա եւս մեկ տեսանյութով, ներկայացնելով այլ առավելություններ եւս։ Սարգիս Գոքորյան, Կորյուն Ասլանյան, Մոլորակ։ Հարգելի եւ սիրելի կանայք, մեր լորվա լեռնաշխարհի գեղեցիկ կանայք, թույլ տվեք շնորհավորել ձեր ընդհանրապես ասում են միամսյակ, բայց ես համամիտ չեմ այդ միամսյակի հետ, որովհետև կնոջը, քրոջը, մորը, տատին, ընդհանրապես այդ նուրբ արարածներին պետք է շնորհավորել ամեն օր, ամեն վայրկյան, սիրել, շնորհավորել, փայփարել եւ գուրգուրել։ Ինչևից է շնորհավորում եմ, այսպես ասած, ձեր միամսյակը։ Համարեք, որ ես միամսյակ չեմ շնորհավորում, ես ձեզ շնորհավորում եմ ամբողջ տարին ձեր ծնված օրվանից մինչև այն աշխարհ, որ պետքա գնաք։ Բոլորի շնորհավորում եմ, մաղթում եմ առողջություն, կանացի երջանկություն, սեր, իսկ մայրերին, Լորվա մարզի մայրերին, մաղթում եմ չոր աչք, որպեսզի կարողանան իրենց զավակներին չոր աչքով ընդունեն, չոր աչքով ճանապարհեն մեր հայրենիքը, մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Բոլորին մաղթում եմ, որ կարողանան այն երազանքը կանացի ովքեր ունեն, այդ երազանքին հասնեն կանացի երազանքին, միշտ լինեն գեղեցիկ։ Իսկ կանացի երազանքը իր մեջ շատ խորը, շատ մեծ բաներ է պարունակում, որը որ վերաբերում է մեր հայրենիքին կոնկրետ, որպեսզի հայրենիքը լինի ազատ, անկախ, որպեսզի հայրենիքը լինի կապույտ երկնքի տակ, պետք է այդ ձեր նպատակին հասնելու համար հենց հասակ պետք է ունենաք զավակներ։ Այդ զավակներին պետք է չոր աչքով ճանապարհեք, ընդունեք եւ պետք է ծնեք մեր ազգի համար շատ մայրամներ, որոնք կարողանան նորից զավակներ պարգևել մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Այնպես որ ձեզ մաղթում եմ առողջություն, սեր, խաղաղություն եւ երջանկություն։ Միշտ գեղեցիկ լինեք։ Ինչպես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆորտունա հեռուստաընկերությանը եւ Տրոյա Կրեդո կազմակերպությանը այս տեսակ գեղեցիկ միջոցառումների համար եւ ես նույնպես միանում եմ իրենց եւ շնորհավորում եմ կրկին եւս մեկ անգամ բոլոր մայրերին, քույրերին, տատիկներին, աղջիկներին, մի խոսքով եւ այցեղի բոլոր ներկայացուցիչներին։ Լավ լինեք, առողջ լինեք, գեղեցիկ եւ իհարկե պինդ, ամուր։ Լրագրող, մանկավարժ, թարգմանիչ նախագծի 30-րդ օրը տաշիրում ենք Մարինե Վանյանի հարկի տակ։ Մեր գործընկերը ծնվել է Վրաստանում, Ղազարու Սակայանի ծննդավայրում, Բոլնիս Խաչեն գյուղում, շատ փոքր է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Երևան, ապա 6 տարեկան է եղել, երբ կրկին ընտանիքով տաշիր են եկել ու դարձել տաշիրցի։ Մարինե Վանյանը սովորել է Երևանի պետական համալսարանում, ավարտել է ռոմանո-գերմանական բաժինը։ Կրթություն ստանալուց հետո օրվա հերոսուհին տաշիրի դպրոցներից մեկում աշխատել է որպես ֆրանսերենի ուսուցչուհի 16 տարի։ Ապա թողնելով կրթության ոլորտը, Մարինե Վանյանը աշխատանքի է անցել հեռուստատեսության ոլորտում։ Տաշիր հեռուստաընկերությունում Մարինե Վանյանը որպես լրագրող աշխատել է մոտ 20 տարի։ Հիմա աշխատում է Տաշիրի քաղաքապետարանում որպես մամուլի քարտուղար։ Բացի այս գործը, Մարինե Վանյանը ներկայումս թարգմանություններ է կատարում ֆրանսիացի բանաստեղծների գործերից, որոնցից մի մասը տպագրվել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի երկունք գրական պարբերականում։ Նրա ջանքերով տպագրվել է նաև Հիվանդաշուն գիրքը, որում ներառված է 20-րդ դարի ֆրանսիական գրականություն։ Խոստովանում է բոլոր աշխատանքներն էլ սիրով է կատարել, այնուամենայնիվ նշում է, որ մանկավարժի աշխատանքը առավել շատ է սիրել եւ սիրում։
Բոլոր աշխատանքները այո, սիրով եմ կատարել դպրոցում էլ եւ իհարկե հեռուստատեսությունում, ճիշտ է, ես մասնագիտությունս լրագրող չի եղել, բայց սիրով եմ կատարել գործը, շատ եմ սիրել։ Հիմա կանանց տոների մասին եւ նախ շնորհավորանք օրվա հերոսուհու կողմից։ Ամենակարևորը խաղաղություն եմ մաղթում, բարեկեցություն եւ արժանի են իրոք հայր մայրերը, որպեսզի բարեկեցիկ կյանքով ապրեն, երջանկություն, կանացի երջանկություն, հաջողություններ։ Շնորհավորանք նաև Դիանա Մարտիրոսյանի կողմից նախաձեռնությամբ Տրոյա Կրեդո գովազդային գործակալության, աջակցությամբ Ֆորտունա հեռուստաընկերության եւ Լոռու մարզպետարանի խաղարկության արդյունքում Մարինե Վանյանին բաժին է հասնում Միլա Հարսանյաց ծրահի տրամադրած նվերը օծանելիք, որից հետո հետաքրքրվում ենք, թե Մարինե Վանյանը ումից է ստանում մարտի 8-ի առաջին շնորհավորանքը։ Եվ հենց այս հարցով էլ բացահայտում ամենակարևորը Մարինե Վանյանը 3 որդի ունի, երկուսը հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն արդեն կատարել են, մեկը ներկայումս բանակում է, զինվորի մայրը հենց որդու շնորհավորանքն է առանձնացնում, նշենք նաև, որ Մարինե Վանյանը նախագծի միակ հերոսուհին է, ով բանակում որդի ունի, ինչպես նրան, այնպես էլ բոլոր հայ զինվորներին մաղթում ենք արիություն, զգոնություն ու խաղաղ երկինք։ Առավոտյան երբ արթնացա, անմիջապես զանգ եկավ, Ադամս էր բանակից, զանգեց, շնորհավորեց մարտի 8-ը իմ եւ տատիկի, նաեւ տատիկի ծննդյան օրը, այսպես պարտավորված իրեն զգալով ինքը։ Ես էլ իրոք հպարտ եմ, որ որդի ունեմ բանակում, երրորդ տղաս է ծառայում բանակում։ Օրնանքը կուրմես ու միլար մայրի, թե մի օր գտիտ զույգ արծիվ տեսնես, էդ մեր հոգիքն են ախպերս ու ես, թե մի օր գտիտ զույգ արծիվ տեսնես, էդ մեր հոգիքն են ախպերս ու ես, մամջանքը բացվեն դռները մեր գոց, ոսկի կհագներ սևոր հայոց, ու դուր կդառնանք հաղթությամբ եսպես, ծափով ծիծաղով ախպերս ու ես, ու դուր կդառնանք հաղթությամբ եսպես, ծափով ծիծաղով ախպերս ու ես, ծափով ծիծաղով ախպերս ու ես, ծափով ծիծաղով ախպերս ու ես։ Այսպիսով ավարտված է կանանց միամսյակի 30-րդ օրը, առջևում է այս նախագծի ամփոփումը, որը խոստանում է լինել հետաքրքիր ու դիտարժան։ Գլխավոր անակնկալին սպասեք ապրիլի 7-ին։ Ժպիտ խանութ սրահ, վայր որտեղ եւ կանայք եւ տղամարդիկ կարող են գտնել նորաոճ հագուստի լայն տեսականի։ Ժպիտ խանութ սրահ, վայր որտեղ կարող եք ձևավորել ուրույն ոչ մատչելի գներով։ Առանձնացված կանանց եւ տղամարդկանց բաժինների ողջ տեսականին թարմացվում է անընդհատ, հաճախորդներին առաջարկելով նորաձևության ամենավերջին տենդենսները։ Ժպիտ խանութ սրահ, գեղեցիկ հագնվելու ձեր բանաձևը։ Հասցեք քաղաք Վանաձոր, Մխիթար Գոշի 7 կոտորակ 16 դատարանի դիմաց, այստեղ ձեզ սպասում են։ Վերջապես Վանաձորում տաքսի Կարուզո, ձեզ ամենամոտ գտնվող տաքսին, ձեզ հարմարավետ սպասարկող տաքսին, տաքսի Կարուզո, ամբողջովին նոր մեքենաներ, նոր շունչ, նոր ոճ, նոր խոսք վանաձորյան տաքսի ծառայությունների աշխարհում, տաքսի Կարուզո, օգտվեք եւ կհամոզվեք, որ այսպիսի սպասարկում ձեզ դեռ չի մատուցվել։ Զանգահարեք 4 88 55 099 34 88 55 093 34 88 55 Տաքսիների մեջ լավագույն տարբերակը Տաքսի Կարուզո։ Աղա Հարսանյաց սրահը շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ եւ առաջարկում տոնական զեղչեր։
հարսանեկան զգեստներ սկսած 30,000 դրամից։ Ինչպես նաև յուրաքանչյուր պատվերի դեպքում ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Ava Հարսանյաց սրահ։ Ձեր հարսանեկան երազանքների իրականացումը մեզ մոտ։ Crystal Pharmadent-ը շնորհավորում է կանանց եւ աղջիկների միամսյակը բոլոր այցելուներին սպասում են հաճելի անակնկալներ եւ զեղչեր։ Բարձրակարգ սպասարկում ցածր գներով։ Ատամնաբուժարան, ֆոտոէպիլյացիա եւ դեղատուն, 3-ը մեկ վայրում։ Քաղաք Սպիտակ, Սուրեն Ավետիսյան 336։ Յուրօրինակ տեսականի անմոռանալի հանդիպման համար Գագոր Միռավելական մատնահարդարման ստուդիան շնորհավորում է բոլոր կանանց ու աղջիկներին միամսյակի կապակցությամբ եւ առաջարկում ժամանակակից չորոշիչներին համապատասխան ծառայությունների ամբողջական փաթեթ։ Ստուդիայի պրոֆեսիոնալ դիմահարդարը աշխատում է աշխարհահռչակ ապրանքանիշերի կոսմետիկայով։ Ստուդիայում կազմակերպվում են նաև դասընթացներ լավագույն մասնագետների կողմից։ Միռավելական, ձեր նրբագեղությունը մեր այցեքարտն է։ Այսքանն էինք նախատեսել այս թողարկման համար, մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։